Ինստագրամյան հարթակում մեծ ակտիվություն ցուցաբերող բլոգեր Քրիստինան բավականին ակտիվ է այս հարթակում։ Վերջին շրջանում ցույց է տալիս իր հղիության ընթացքից դրվագներ, թե ինչպես է այցելում բժշկի, ինչպես է գնումներ կատարում։ Քրիստինան 3 հարց ու պատասխան է կազմակերպել ինստագրամյան հարթակում, որտեղ շատերը փորձել են ճշտել, թե ինչպես է պատրաստվում աղջիկը անվանակոչել իր որդուն։ Քրիստինան նշել է, որ կարճ ժամանակ հետո նա այդ լուրով կկիսվի իր հետևորդների հետ և կհայտնի, թե ինչպես են որոշել և ինչ անուն են որոշել տալ իրենք իրենց փոքրիկին։ Քրիստինային հարց են հղել նաև, թե ինչու չի պատմում նա իր երեխայի հոր մասին։ Մարդիկ մտածում են, որ արհեստական բեղմնավորման ճանապարհով է Քրիստինան հղիացել կամ այլ մտքեր ունեն։ Ինչ ուզում են թող մտածեն, եթե չեմ ասում, նշանակում է դեռ չեմ ուզում այդ մասին խոսել։ Խնդրում եմ հարգել իմ որոշումը, ի վերջո դա իմ անձնական կյանքն է։ Այս հարցին հետևյալ պատասխանն է տվել Քրիստինան։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ հայտնել էինք։ Սիրված եւ հայտնի բլոգեր Քրիստինան ինստագրամյան հարթակում հրապարակում ուղղ հանդես եկել այդպիսով ցույց տալով իր փոքրիկի ուլտրաձայնային հետազոտության ընթացքը։ Քրիստինայի բժիշկը ցույց է տալիս փոքրիկի ոտքերը, ձեռքերը, սրտիկը եւ այդպիսով հուզիչ կադրերով կիսվել է Քրիստինան ինստագրամյան հարթակում։ Այս մեր սրտի կաղարի ցույց տամ քեզ, այսը սրտի զարդերը։ Այս իրակերած խմած փորիկն է։ Այս էլ որ այս ոտը վերջը։ Տեսա։ Այս է թաթիկն է, վերը դրելա վրան, այսա ձեռքերը ցույց տամ, հենց այս իմ ձեռքը։ Մարտերը, այս մյուս թաթիկը։ Նշենք, որ 3 կեսգիշերին ներկայացրել էինք հրապարակում այն մասին, որ Քրիստինային շտապ տեղափոխել են Սուրբ Գրիգոր Նարեկացի հիվանդանոց, իսկ ավելի վաղ հենց ինքը բլոգերն էր հայտնել, որ իրեն վատ է զգացել։ Բարի երեկո ձեզ։ Շատ եք անհանգստանում, հարցնում եք, ճիշտն ասած ասեցի պասիվության պատճառը ինչն է, որովհետև հարցնելու եք ինչից թորի չեք անում, ճիշտն ասած առավոտվանից ինձ թույլ եմ զգում, շատերդ կռահել էիք, ճնշման հետ կապված էր, այս էլ ապարատը, մաման զանգեց եկան, մեր շտապ օգնությունը, ճիշտն ասած առաջարկեցին ամեն դեպքում տեղափոխել հսկողության տակ, բայց ես մերժեցի, քանի որ արդեն վաղը գրանցված եմ իմ բժշկու մոտ, որ գնամ այնտեղ, եթե մինչև այդ էլի լավ չզգամ ինձ, արդեն կմնամ իրենց մոտ։ Այն կյանքս, շատ էիր վախեցել։ Այ մերնեմ ես քո ջանին, ոտերս թուլացել էր վախուց, գույնը դարել էր սպիտակ կավիչ, ախր ոչ ուտում ես քիսո ջան, ոչ ջուր ես խմում, ոչ քաղցր ես ուտում, ախր չի կարելի, չէ՞ տենց բալես։ Ճիշտ է, ջուր չեմ խմում, քաղցր չեմ Նա որ ուտում։ քեզ տանեին, նա ասաց ինձ էլ հետն էին տանելու։ Բայց դրա համար չգնացի էլի։ Կատակ ես անում։ Չի կարելի, բալես, պետք է ուտես է, խմես է, քեզ լավն է, շարժվես։ Ես այն գազի Տո մեռա շարժվելով, այ կնիկ։ Արդեն երազում եմ այս կոմի վրա գամ։ Բայց մեռա շարժվելով։ Սաղոր ստեղ։ Էդի դարավ շարժվե։ Չէ, սաղոր ստեղ, ընդեղ համ աշխատում ենք, համ գնում ենք։ Չի կարելի, մեքենայով չի կարելի արդեն շատ քշել։ Всё։ Օրեր առաջ սիրված բլոգեր Քրիստինայի մայրիկի ծննդյան տարեդարձն էր։ Վերջինս մեծ շուկով կազմակերպել էր մայրիկի ծննդյան տարեդարձը, իր շուրջը հավաքելով մտերիմների, ընկերների, բարեկամների։ Նրանք երեկոյի ընթացքում մի լավ ուրախացել էին եւ այդ կադրերով կիսվել ինստագրամյան հարթակում, հյուրերի ցանկում էին նաեւ մի շարք հայտնի երգիչներ ու բլոգերներ։ Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հայտնել ենք Քրիստինայի մայրանալ պատրաստվելու մասին։ Այդ օրից ի վեր երկար ժամանակ քննարկվում է նրա անձնական կյանքը։ Օրերս վերջինս հրապարակել է իր մտերիմներից մեկի բալիկի լույս աշխարհ գալու մասին լուրն ու գրել՝ աչքներդ լույս։ Սրանի պատասխան մտերիմներից մեկը գրել է.
Քրիստոս, ոնց եմ սպասում քո ճուտիկին, մենակ Աստված գիտի։ Այսպիսով Կրիստինայի փոքրիկը լույս աշխարհ կգա մի քանի ամսից, նա ամուսնուն որդի է պարգևելու, ինչի մասին ավելի վաղ հայտնել էինք մեր հետևորդներին։ Բարև ձեզ, ոնց են իմ ամենալավ հետևորդները, այն ամենաանհանգստացողները, հետաքրքրասերների մասին խոսք չկա, ուրեմն երեկվանից ու ընդհանրապես էլի այս մի ամիս, երկու ամիսը շատ եմ նկատում, ահա որ մեծ ակտիվություն, հետաքրքրասիրություն, մի կողմից իրենց էլ եմ հասկանում, քանի որ շատ են ուզում իմանան, ով է, ինչ է, չգիտեմ, սենց հասկանում եմ, թեպետ մի որոշ ժամանակ ես նայում էի, ասում էի, թե ինչ հետաքրքիր է, օրինակ ես ինքս չեմ հետաքրքրվի, ով ում ամուսինն է, ինչն է, բայց եկել եմ մի լավ նորությամբ, ուրեմն հիշում եք իմ ամենաառաջի հարցազրույցը, որ ես վստահել եմ բարձր մակարդակով, իհարկե, մհերին, տետատետով, որ ես ելույթ եմ ունեցել մեր իմ կյանքի ինտերվյուն, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մհերին, քանի որ շատ բարձր մակարդակով ինտերվյուն ստացվել էր, Եվ եւս մեկ անգամ վստահում եմ իրեն, մհերին, շատ շուտով մհերը այստեղ է լինելու ու ես տալու եմ ինտերվյու, այսինքն այն բոլոր հարցի պատասխանները լինելու են, օրինակ 2 տարվա ընթացքում, մեր հանդիպումը, մեր, չգիտեմ, ամեն տեղ, որտեղ որ մենք այցելել ենք, նկարներով, օրերով, ամսաթվերով, այդ ամեն ինչը ես կհանձնեմ, թե կպատմեմ լավ կողմերը, թե վատ կողմերը, միգուցե շատերիդ ծանոթ լինեն հարևան, ընկերներ, բարեկամներ, այդ ժամանակ նոր հանգիստ կարող եք այս կոմենտով ուղարկել, ռեպոստ անել, միգուցե ճանաչեք, հիմա ուրիշ մարդկանց անուններ մի գրեք, ժողովուրդ իրանց չեք ճանաչում, շուտով կճանաչեք։ Ես լիարժեք հասկանում եմ հետաքրքրասիրությունը, անկեղծ եմ ասում, թե շատ սիրելով, ծանոթ անծանոթ, թե չսիրելով, սենց էլ ասեմ, էլի, որովհետև իմ ընկերներին, ովքեր որ այցելում են մեր տուն, ովքեր որ դու գիտեք իմ հետ կապ ունեն, շատ եք հարցնում, այդ հարցը տալիս եք, այն որ այն մարդիկ ասում են, սկի մենք մեզ թույլ չենք տալիս, էլի, այն որ ասում է Վարսա Հարդարը իրա ֆենն է թողել, Մատնահարդարը իրա վրձինն է թողել ու խորացել այս հարցի շուրջ, դուք ձեր կենցաղը, հա, որ չասեմ, բացեմ փակագծերը, այնքան մարդկանց մասին, այնքան բաներ գիտեմ իրականում, ուզում եմ հայտնի լինի, ոչ հայտնի լինի, բայց երբևիցե քեզ քիթս թույլ չեմ տա մտնեմ, բայց որ այդքան շատ է, էլի եմ ասում, հետաքրքրասիրությունը շատ կա, ես դա լիարժեք հասկանում եմ, ես ձեր համար պատրաստել եմ, էլի եմ ասում, մհերի կողմից լինելու է, խի եմ ասում, որ լինելու է տետատետ, այսինքն մեր առաջի օրվանից մինչև ներկայիս դրությամբ հարաբերությունները, ոնց է եղել, ինչ է եղել, ամեն ինչ ասելու եմ եւ սպասելու եմ իհարկե ձեր կարծիքներին, էլի եմ ասում, նկարներով, սիրուն, ոնց կա, ոնց եղել է, մեր հանգիստը, հա, էլի եմ ասում, մենք սոցցանցերում չենք եղել ակտիվ, ես դա ցույց չեմ տվել, դա իմ ցանկությունն է եղել, բայց շատ տեղեր, այրոպորտում, Եգիպտոսում, Վրաստանում, Ռուսաստանում, բոլորը տեսել են, այսինքն ես իրավունք չունեմ էլ ձեզանից պահելու, հա, սենց ասեմ, ամեն ինչը ցույց կտամ, մեր հարաբերությունը, իմ ծնունդը, ծնունդիս հետ կապված, անցած տարի, նախանցած տարի, որ մենք անցկացրել ենք բոլորով, այդ ամեն ինչը ես ձեզ ցույց կտամ, որ A կետից B կետը հասկանալի լինի, որ այս թեման բաց թողնեք, սիրում եմ ձեզ, լավ մնացեք։